Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու եւ ընտանիք կազմելու մասին։ Գագիկ Ծառուկյանի առաջարկած նոր կոնցեպտի այս ու մի շարք այլ դրվագներ են քաղաքացիներն առանձնացնում, ցանկություն հայտնելով, որ այն դառնա քաղաքական օրակարգի մաս։ Այսօր եմ ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ես համամիտ եմ շատ, որովհետև այո, մեզ պետք է եւ անհրաժեշտ է արժանապատիվ եւ ապահովագրված խաղաղություն, ոչ թե մուրացկանություն կամ չգիտեմ ինչուն։ Մեզ պետք է տնտեսության աճ, մեզ պետք է զարգացում, մեզ պետք է հզոր բանակ։ Այս իշխանությունը խաղաղության է գնում միայն փողզիչումներով, որը մեզ սազական չի, այսպես ասած, մենք չենք ուզում այդպիսի խաղաղություն, որ մի կտոր կտրի տա, ինչ որ մի քանի ժամանակ չկրակեն կամ չհարցակվեն, այդպիսի խաղաղություն մենք չենք ուզում։ Ճիշտ է ասում Գագիկ Ծառուկյանը։ Նրա ծրագրերը իրական են, գործնական եւ իրագործելի։ Այս կառավարությունը ծրագիր չունի։ Եթե մի կառավարություն ծրագիր չունի, միայն զբաղված ազգային արժեքները քանդելով ու կործանելով, նա տեղ չունի Հայաստանում։ Պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի արժանապատիվ մենք հաշտության պայմաններ կգնենք։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ուժեղ լինենք, մեզանից հեռու մնան, թույլի վրա են հարձակվում։ Երբ որ ուժեղ լինենք, այսինքն համախմբված եւ միասնական եւ տնտեսությունն էլ զարգացած լինի, մեզ այդքան մոտ չեն գա։ Ոչ մի միայնակ ուժ մենակ չի կարող։ Պետք է համախմբեն այդ առողջ ուժերը, ոնց որ ասում են, ազգային ուժերը, ազգային պետական մտածող, որոնք իրենց անձնական շահը ստորադասեն պետական շահին։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, հակադարձելով իշխանության պնդմանը, թե իրենցից բացի մյուս բոլոր ուժերը մեզ տանում են պատերազմի։ Քաղաքացիները վստահ են, կեղծ թեզեր են շրջանառվում վախի մթնոլորտ ապահովելու համար։ Դա ինչ որտեղ շարքվելու թեմա է դառնում եւ բլեֆ է իմ կարծիքով։ Եթե այս տեմպերով գնաց, մի 5 տարի հետո մենք բան չենք ունենա։ Էլ մյուս ընտրությունները կարող է տեղի չունենան։ Հիմա շատ վճռական պահ է։ Դրանք միֆեր են, դրանք ժողովրդին վախեցնելու, դրանք հիասթափեցնելու, հուսահատեցնելու միջոցներ են, գործիքներ են։ Եթե մնա իշխանությունը, մենք չենք լինի Հայաստանը եւ առհասարակ հայ տեսակը։ Եթե այն ժամանակ մենք ունեինք շանսեր որոշ հարցերում պատերազմից, բախումներից խուսափելու, այսօր կոչի թելով պատերազմը մեր գլխին կախած է։ Այն ժամանակ ունեինք բրոնիժիլետ Արցախ, այսօր նույնիսկ բրոնիժիլետ Սյունիք չունենք։ Ցավոք։ Ժողովուրդը պատերազմ չի ուզում, կարծում եմ, ոչ մի նորմալ բանական մարդ պատերազմ չի ուզում։ Պետք է առնվազն աննորմալ լինել, որ պատերազմ ուզել։ Ես 10-րդ դասարանից հետո ոչ մի տեղ չեմ սովորել։ Ինձ էլ տանեք վարչապետ դնեք, ես այս տիպի խաղաղություն ես էլ կբերեմ։ Ես վստահ եմ, բացի իրանցից ով էլ գա, իրանք պատերազմ չի լինելու։ Մարդիկ համամիտ են, որ երաշխավորված խաղաղության հիմքում երկրի վերականգնման գաղափարը պետք է լինի, եւ այն պետք է իրականություն դառնա բանիմաց մարդկանց, կարող ուժերի ու անհատների միասնական ճանապարհով։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։